Ինչ է աղանդավորությունը եւ ինչպես է այն ազդում մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման եւ հարաբերությունների վրա։ Ինչպես են աշխատում աղանդավորական գայթակղությունները եւ մանիպուլյացիաները եւ ովքեր են դրանց խոցելի թիրախները։ Ինչ է տեղի ունենում մեզ հետ, երբ աղավաղվում եւ նսեմացվում են մեզ միավորող հիմքային հասկացությունները եւ սրբությունները։ Այս հարցերին են անդրադառնալու Արսեն Գասպարյանը, Արամ Աբրահամյանը եւ Մեսրոպ Քահանա Արամյանը։ Եվ այսպես իմ առաջին հարցը հետևյալն է. ինչ է ընդհանրապես աղանդավորությունը, ինչու է այն առաջանում եւ ինչպես է այն ազդում մարդու եւ ազգերի հոգեբանության վրա։ Խնդրեմ, սկսենք քեզանից, Արսեն։ Շնորհակալություն։ Ինչ է աղանդավորությունը, փորձեմ միանգամից անդրադառնալ բառի իմաստին, սեկտա բառը կամ սեկտ, չեմ հիշում, ճիշտ լատիներեն բառ է, որը նշանակում է ուղի, բայց ի նկատի ունի առանձին ուղի, շեղված ուղի, որը կապ չունի հիմնական ուղուց, բայց շրջանառության մեջ այդ բառը դրվել է կարծեմ 17-րդ դարից հետո եւ ավելի շատ օգտագործվել է 19-րդ դարում։ Պետք է ասեմ, որ երևի ավելի ճիշտ է սկսել հոգևոր աղանդավորությունից, հետո անցնենք քաղաքական եւ մշակութային, քանի որ հոգևոր աղանդավորությունը, երբ որ մի խումբ մարդիկ կամ որևէ հոսանք շեղվում է պարզապես հիմնական ուղղությունից, ավելի կոնկրետ սկզբնաղբյուրից, քրիստոնեության մեջ դա կարող է լինել Աստվածաշնչից, նաև իսլամի մեջ Ղուրանից եւ մյուս կրոններում էր, երբ որ այդ խումբը կամ հոսանքը շեղվում է կրոնի հիմնական սկզբնաղբյուրից։ Հոգևոր աղանդավորությունից հետո եւ գիտության մեջ եւ հասարակությունում առաջացան, այսպես ասած, քաղաքական կամ մշակութային աղանդավորությունը եւ մեծ գրականություն կա ընդհանրապես աղանդավորության մասին, մեկ 15 տարի կամ թե 20 տարի առաջ չեմ հիշում, մի շատ լավ գիրք եմ կարդացել, Այզենշտատ անունով սոցիոլոգ, գրքի վերնագիրն է Ֆունդամենտալիզմ, աղանդավորություն եւ հեղափոխություն։ Գիրքը տպագրել էր Կեմբրիջի համալսարանի հրատարակչությունը եւ շատ հետաքրքիր համեմատություններ կան այդ գրքում, թե ինչպես են քաղաքական եւ մշակութային կոնտեքստում, օրինակ ժամանակակից շարժումների վրա ազդում աղանդավորությունը եւ հեղինակը սոցիոլոգիական, այսինքն հեռանկարից նկարագրում է, թե ինչպես ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը 18-րդ դարի եւ հատկապես շեշտը դնելով յակոբինական բռնապետության վրա, ինչպես գիտեք, յակոբինական այդ դիկտատուրան հայտնի է նաեւ ինչպես ահաբեկչական կառավարում, թե ինչպես այդ ֆրանսիական հեղափոխության, որը յակոբիններին բնականաբար բնութագրում է որպես աղանդավորներ, ինչպես է ժամանակակից աշխարհում այդ ամեն ինչը արտացոլվում շարժումների, տարբեր շարժումների վրա։ Եվ անդրադառնալով բուն գրքի վերնագրին, այսինքն ֆունդամենտալիզմ, աղանդավորություն եւ հեղափոխություն, ինչպես ժամանակակից աշխարհի տարբեր հեղափոխական փոփոխությունները հիմք ունեն աղանդավորության եւ հատկապես հիմք վերցնելով ֆրանսիական հեղափոխությունը որպես ահաբեկչական կառավարում եւ իրոք շատ հետաքրքիր գիրք է, հատկապես խորհուրդ կտամ բոլոր նրանց, ով որ հետաքրքրվում է այս հարցով եւ սոցիոլոգիայով, շատ տարբեր գրքեր կարող է փոխարինել այս գիրքը, քանի որ աղանդավորությունը առաջի հերթին առաջացնում է նաեւ հասարակության ֆրագմենտացիա եւ բևեռացում։ Խնդրեմ Արամ շարունակ։ Շնորհակալություն։
պիտի պարզապես ավելացնեմ, բնականաբար քաղաքագետին դժվար է ինչ-որ բան ավելացնել, ես ավելի շուտ իմ փորձառությունից։ Նախ չեմ կարծում, որ դա 17-րդ դարից է, եղծ աղանդոց, չէ, այսինքն աղանդ բառը օգտագործվել է նաև մեր իրականության մեջ բավականին երկար, որոնք են առանձնահատկությունները, մեկուսացումը։ Օգոստինոս Երանելին ասում էր, որ մեկուսացումը մեղք է, հա, դու մտնում ես մեղքի գետի մեջ, երբ որ մեկուսացվում ես, կոպիտ ասած այսպես եմ պատկերացնում, որ այդ գետի մեջ ամեն մեկս մեր մատրասի վրա այսպես պարկած ենք եւ ուրիշներին չենք ցանկանում լսել, մարդ ֆրագմենտացիան, հա, Արսենը ասաց։ Երկրորդ այն ինչ որ կոչվում է վոժդիզմ, հա, այսինքն խարիզմատիկ առաջնորդը պետք է որ լինի աղանդի, սովորաբար լինում է աղանդի ուրեմն շեֆը եւ այդ խարիզմատիկ առաջնորդի միջոցով ճնշվում է այլախոհությունը, ճնշվում է քրիտիկական մտածողությունը, ճնշվում է ցանկացած միտք, որը դոգմաներից դուրս է։ Եվ եւս մի բան դա, որը դրա շարունակությունն է, դա էքսկլյուզիվությունը։ Բերդյայևը ասում էր, որ աղանդավորը փնտրում է մաքրություն, բայց զրկվում է ազատությունից, այսինքն մենք իբր ավելի մաքուր ենք, քան ամբողջ աշխարհը, ամբողջ մեյնսթրիմը, մենք ավելի մաքուր ենք, բայց այդպիսով նրանք իրենց զրկում են ազատությունից, մարդկանց հետ շփվելու ազատությունից։ Այսինքն աղանդավորությունը դա էքսկլյուզիվություն է, իսկ ոչ աղանդավորությունը դա ինկլյուզիվություն է։ Իհարկե դժվար է հիմա պատկերացնել մեր օրերում, որ չլինի աղանդավորություն, չնայած թվում է, թե ամեն ինչ ամբողջ աշխարհը մեզ համար բաց է համացանցի միջոցով, բայց տեսնում եք, որ սոցիալական, դա ինձ թվում է շատ կարևոր դրսևորում է, սոցիալական կայքերում կան խմբեր, հա, եւ եթե քաղաքականության մասին չխոսենք, ցանկացած բանի, Բարսելոնայի ուրեմն երկրպագուների խումբը ատում է Ռեալի երկրպագուների խմբին եւ ասում է, որ այդ երկրպագուները, հա, նրանք կամ փչացած են, կամ հիմար են, կամ այլասերված են եւ այլն, եւ որևէ բան չեն ուզում լսել այդ մյուս խմբի մասին, այսինքն ստեղծվում է Բարսելոնայի, ես բերում եմ տենց գուցե շատ հասարակ օրինակ, ստեղծում է X-ի աղանդ եւ ստեղծում է Y-ի աղանդ եւ մարդիկ իրար չեն պատրաստում լսել։ Նրանք պատրաստում են միայն բանավիճել, բայց բանավիճել ինչպես։ Եթե մարդիկ նայում են, ենթադրենք մեր, հա, այս զրույցը։ Նրանք նայում են հետեւյալ տեսանկյունից։ Սովորական մարդիկ, հա, ոչ մտածող մարդիկ, ինչպես են նայում։ Ահա, Արսենը տեսար ոնց սպորտը տեղը դրեց Արամի, կամ Արամը տեսար ոնց սպորտը դրեց Արսեն։ Այսինքն նրանք տեսնում են միայն վեճ, միայն հակասությունը եւ չեն ուզում տեսնել միասնություն եւ այն ընդհանուր հայտարարները, որոնց մենք փորձում ենք գալ կամ որոնց պատրաստ ենք գալ, այսինքն բաց լինելը։ Դուք ինքներդ, հա, ասում եք, այս մարդը այս բանը գրեց, ես իրեն իմ ընկերների շարքից հանեցի։ Ասում եք թե չեք ասում եք, չէ՞։ Այս մարդը, այսինքն ես պատրաստ եմ ապրել իմ information bubble-ում, իմ ինֆորմացիոն, այսպես ասած, փուչիկում եւ պատրաստ չեմ որևէ այլ կարծիք լսել եւ այլ կարծիքի հետ իրականում ինչ որ մի բան քննարկել։ Աղանդավորությունը ինձ կարծում եմ հոգեբանական համենայն դեպս դրա հիմքը այդտեղ է։ Ինչ-որ բաներ ավելացնել։ Արամը շատ օրինակ բերեց ֆուտբոլից։ Ես մոռացել էի, ուրեմն երբեք շոտլանդական ֆուտբոլի երկրպագու չեմ եղել, բայց Շոտլանդիայում նույնը կա երկու թիմ, երկուսն էլ Գլազգոյից են, Rangers եւ Celtic, ով որ գիտի շոտլանդական ֆուտբոլը, ես նույնպես առաջի անգամ դա Շոտլանդիայում եմ լսել տարիներ առաջ, երբ այս երկու թմերի երկրպագուները իրար սեկտանտ էին ասում աղանդավոր, այսինքն այնքան մեծ էր այդ ատելությունը, որ նույնիսկ սա անցել էր ֆուտբոլի թմերի երկրպագուներին, կամ էլ նույնը Մեծ Բրիտանիայում, երբ որ բողոքականները եւ կաթոլիկները իրար հետ վիճում են, կաթոլիկները բողոքականներին միշտ ասում էին դուք հեռացել եք իրական եկեղեցուց, սա դասական աղանդավորության օրինակ է, բողոքականները պատասխանում էին, որ մենք մոտեցել ենք Սուրբ գրքին, աղանդավորը դուք եք։
այսինքն նույնիսկ տարբեր տեղեր հումորի անցնելու տարբերակով միշտ մարդիկ փորձել են իրար հակառակորդները փորձում են իրար մեղադրել եւ անցնում են աղանդավորության դաշտը։ Նաեւ պիտակ է, չէ՞, ասենք Խոսրով Անձևացուն կամ Անանյան Նարեկացուն տաղանդավոր մարդկանց, որոնք դուրս են գալիս սովորական, այսպես ասած, միջին մակարդակից կամ բանում Գերմանիայում Մայստեր Էքհարտին հայտնի իրենց միստիկին մեղադրում էին աղանդավորության մեջ։ Դա կարող է լինել նաև անարդար մի հատ պիտակ։ Շատ լավ։ Գնալով Աշուժանում մեր քննարկումը, որովհետև թեման իսկապես հետաքրքիր թեմա է եւ լուսաբանման կարիք ունի։ Ես կարծում եմ, եթե մենք այս ժամանակակից աշխարհի այս բոլոր շեղումներով, գայթակղություններով, մանիպուլյացիաներով եւ այլն բնորոշելու լինենք, երևի ամենահարմար բառը այդ աղանդավորություն բառն է։ Ինքը բավականին լավ նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում։ Բայց վերադառնանք այդ հասկացությանը, ինչ է աղանդավորությունը, բնականաբար ավելի ճիշտ սահմանելու համար երևի պետք է մենք սկսենք հոգևորից, որտեղ ինքը նախ եւ առաջ հոգևոր, բարոյական, աշխարհայացքային բնույթ ունի աղանդավորությունը։ Ինչպես արդեն ասվեց, աղանդավորությունը դա որոշակի շեղում է։ Շեղում է օրինակ ճշմարտությունից, շեղում է ինչ որ ուղղությունից, ճանապարհից, շեղում է քո հիմնարար արժեքներից, քեզ միավորող հիմնարար արժեքներից, շեղում է քեզ միավորող մշակույթից եւ այլն, շատ տարբեր տեսակի շեղումներ կարող են բնորոշվել որպես աղանդավորություն, բայց ամեն մի շեղում չի, որ վերածվում է աղանդավորության։ Եվ այստեղ ես պետք է ասեմ, որ պետք է տարբերել հերետիկոսությունը աղանդավորությունից։ Հերետիկոսությունը ինքը տեսական շեղում է, դու նույնիսկ կարող ես լինել եկեղեցու անդամ, բայց քողարկված հերետիկոս լինել։ Այսինքն ֆորմալ առումով դու հետևում ես եկեղեցու կարգին, նույնիսկ կարող ես հոգևորական լինել, հոգևոր դիրք ունենալ, այդպես են եղել գրեթե բոլոր հայտնի հերետիկոսները։ Արտակնապես նրանք եղել են նվիրյալ մարդիկ, բայց հետո նրանց ուսմունքում ի հայտ են եկել այդ շեղումները։ Իսկ աղանդավորությունը ավելի խորն է գնում, այն վերածվում է ոչ միայն մտածելակերպային շեղման, այլ նաև վարքագծային, դա դառնում է համայնքային ինչ-որ մի միավոր, համայնքային շարժում, որպես կանոն փակ շարժում, եւ ամենավտանգավորը աղանդավորության մեջ ոչ միայն փակությունն է, այլ այլամերժությունն է։ Այսինքն կան իրենք, ամեն ինչ սկսվում է իրենցից եւ վերջանում է իրենցով։ Իրենցից դուրս մնացած ամեն ինչ սխալ է։ Իրենք ունեն այսպես փրկչական, մեսիական ինչ որ այսպես նկարտումներ, որ իրենցով է որ պիտի այս վատ աշխարհը, խավարի մեջ խորասուզված աշխարհը փրկվի եւ այլն եւ այլն։ Իրենք մերժում են նաև ժամանակը եւ պատմությունը, որովհետեւ այդ պատմությունը ընդհանրապես սխալ հունով է գնացել, որովհետեւ իրենք այդ պատմության մեջ չեն եղել։ Իրենցից առաջ բոլորը սխալվել են։ Դրա համար նրանց համար հերոսներ չկան։ Ոչ հերոսներ կան, ոչ էլ սուրբեր կան։ Ինչի լինեն հերոսներ սուրբեր, որովհետև իրենք արդեն անմիջական կապ ունեն Աստծո հետ, ցանկացած այդպիսի մարդ խանգարում է իրենց այդ էքսկլյուզիվության, այդ երևույթը նսեմացնում է։ Այնպես որ սա շատ խորը հոգեբանական, հոգևոր տեսանկյունից շատ խորը շեղում է։ Իրենք հատուկ կապ ունեն ճշմարտության հետ։ Սա նույնպես աղանդավորության, այսպես բաներից, որ միակ ճշմարիտը իրենք են։ Բայց սովորաբար այստեղ օգտագործվեց ֆրագմենտացիա բառը։ Իրենք այնպես չի, որ սխալ բան են ասում, բայց իրենք այդ ճշմարտության ընդամենը մի մասն են ասում, վերցնում են այն մասը, որը առավել համապատասխանում է իրենց, կամ որի վրա իրենք սևեռված են, իրենց քարոզչությամբ եւ այլն, բայց մնացած ճշմարտության մնացած մասերը կամ ասպեկտները իրենց համար կարևոր չեն եւ ուղղակի առանձնացված ճշմարտության ըմբռնում ունեն։ Ուրեմն աղանդավորությունը այսպիսով սա մի փակ համակարգ է,
որը մերժում է իրենից դուրս ցանկացած բան, ինքը մերժում է մարդկանց միավորող գրեթե բոլոր սրբությունները, ոչ միայն սրբությունները, այլ նաև անհատներին, նրանց դերակատարությունը պատմության մեջ եւ այլն եւ այլն։ Եվ իրենք ունեն փրկության իրենց ըմբռնումը, ապագայի իրենց ըմբռնումը, միայն այն մարդիկ կարող են դրան արժանանալ, ովքեր ուղղակիորեն մաս են դառնում իրենց աղանդավորական շարժման։ Եվ ինչպես արդեն ասվեց, սա ոչ միայն հոգևոր երևույթ է, կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, մշակույթ, մտածողություն, չգիտեմ, արվեստ, գիտություն, քաղաքականություն, ամենուր կարելի է տեսնել այս աղանդավորության դրսևորումները։ Օրինակ, ասենք, քաղաքականության մեջ աղանդավորության շատ հայտնի դրսևորում է բոլշևիզմը։ Եվ մի կարծեք, որ բոլշևիզմը միայն եղել է 20-րդ դարի սկզբնամասում, այն շարունակվում է մինչև այսօր եւ կոչվում է նեոբոլշևիզմ եւ ինքը բավականին տարածված, այսպես ասած, քաղաքական շեղման, հա, ինչ որ երևույթ է ժամանակակից աշխարհում։ Մշակույթի մեջ կան շատ տարատեսակ դրսևորումներ, ինչպես Արամը օրինակ բերեց, հա, այս տեղեկատվական դաշտում շատ հեշտ է այսպես աղանդավորական խմբավորումներ ստեղծել, որոնք ունեն ճշմարտության իրենց ընկալումը եւ մնացած բոլորը ըստ իրենց շեղված են եւ ամեն ինչ մեկնաբանում են աշխարհում ինչ որ կատարվում է իրենց ընկալած ճշմարտության լույսի ներքո։ Աղանդավորական շարժումներին նաեւ բնորոշ է վարքային ծայրահեղությունը։ Սա ոչ միայն գիտակցական շեղում է, իրենք ունեն ընդգծված վարքային շեղումներ։ Կրոնական աղանդներում դա միանգամայն տեսանելի են այդ շեղումները, շատ տարատեսակ դրսևորումներով, օրինակ դա կարող եք տեսնել հոգեգալստական, ասենք, աղանդի դրսևորումների մեջ, թե ինչպիսի ծայրահեղությունների մեջ են ընկնում եւ դա որևէ տեսանկյունից ընդունելի չի, ոչ միայն կրոնական տեսանկյունից, նույնիսկ նորմալ մարդկային տեսանկյունից։ Եվ բացի դրանից, բացի այդ վարքային, այսպես ասած, շեղումներից, այստեղ շատ կարևոր է նաև, որ իրենք աբսոլյուտիզացնում են անհատների դերը, օրինակ անհատների դերը աղանդավորական շարժումներում շատ կարևոր է, այդ մանիպուլյացիաները ազդում են հենց մարդկանց վրա, հենց անհատների միջոցով, եւ նաև աբսոլյուտիզացնում են ու ծայրահեղացնում են իրենց որդեգրած ճշմարտությունը կամ ճշմարտությունները։ Լավ, այսքանով ամփոփվենք եւ այս հարցի վերաբերյալ եւ ես ուզում եի հենց շարունակել իմ հաջորդ հարցը այստեղից, արամ սկսենք այս անգամ քեզանից, ինչու է աղանդավորությունը հատկապես այս դարաշրջանում ժամանակակից աշխարհում այսպես տարածվում, ավելի մենք հակված ենք դարձել դրան։ Ես կարծում եմ, որ 20-րդ դարից սկսած 20-րդ դարի գուցե կեսից սկսած, երբ որ սպառումը դարձավ մասսայական, երբ որ զանգվածային սպառում դարձավ, մարդիկ հասկացան, որ ցանկացած ապրանք, նաև հոգևոր ապրանք, ոչ թե պետք է մարդկանց համոզմունքներին կամ չգիտեմ նրանց նախասիրություններին, այլ պարզապես պետք է կոպիտ ասած նաղդել, սղացնել։ Եվ կարևոր չէ այդ ապրանքը լավն է թե վատն է։ Դու պետք է այդ հոգևոր ապրանքը ինչ որ փաթեթավորես, ինչ որ գեղեցիկ ձևով եւ կարողանաս այդ ապրանքը վաճառել որքան հնարավոր է շատ մարդկանց վրա։ Եվ այստեղից է գալիս նաեւ այն տեխնոլոգիաները, որոնցով դա մատուցվում է։ Այսինքն ես կարծում եմ, որ 20-րդ դարում եւ 21-րդ դարում հատկապես այն պարագայում, երբ չկան լուրջ հեղինակություններ, հա, երբ հեղինակություն բառը ինքը վարկաբեկված է, շատ հեշտ է մարդկանց մտցնել ինչ-որ մի աղանդի մեջ, որովհետև եթե ինչ-որ մի ակադեմիկոս կամ չգիտեմ նոբելյան մրցանակի դափնեկիր կամ շատ խելացի ինչ-որ մի հատ մարդ
սպորտսմեն կամ բիզնեսմեն ինչ որ մի բան ասում է, ապա տակը կարող են հայտնել, ենթադրենք ֆիզիկոս, հա, ֆիզիկոսը ինչ որ մի բան ասում է եւ տակը հայտնվում են մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են ֆիզիկայից, բայց կարող են գրել հերիքա էշ դուրս տաս, հա, մենք գիտենք դու ով ես եւ այլն, նրանք չգիտեն նա ով է եւ ֆիզիկան ինչ է, բայց հնարավորություն կա այլևս չկա հերինակություն, որը կարող է խոսել այստեղից, իսկ այնտեղից մարդիկ կամ լսում են կամ չեն լսում, բայց չեն մասնակցում։ Երբ որ մարդիկ մասնակցում են, նրանք արդեն կարողանում են կազմել ինչ-որ աղանդի մեջ։ Ճշմարտության մենաշնորհ պատկերացնելը, հա, չար մշակների նման, հա, այդ բանի նման, որ մարդիկ եկել են հողը մշակելու, նրանց վարձով է տրված հողը, եւ հետո գալիս են վարձը ուզելու, տերը գալիս է վարձը ուզելու, նրանք այդքան են մնացել այդ հողի վրա, հա, որ կարծում են դա մերն է, նրանք այլևս իրենց չեն պատկերացնում որպես մշակ, նրանք պատկերացնում են որպես տեր, այսինքն նրանք կարծում են, որ նրանք ճշմարտության տերն են, պարզ ճշմարտություններ մատուցելը դառնում է ավելի հեշտ, որովհետև եթե դու ասում ես, որ այս մեկը սև է, իսկ այս մեկը սպիտակ է, այսինքն ես սպիտակ եմ, իսկ մնացածը բոլորը սև են, դա ավելի հեշտ է ընկալվում եւ այդ սև սպիտակ պատկերացումների մեջ դու կարողանում ես արդեն այն մարդկանց, որոնք քեզ սպիտակ են համարում, ես դարձյալ շեշտում եմ առաջնորդի, խարիզմատիկ առաջնորդի այն մարդկանց, որոնք այդ հոգևոր աղանդներում մարդկանց մղում են, չգիտեմ, ինքնասպանությունների կամ մղում են, չգիտեմ, որ նրանք բժշկի մոտ չգնան եւ այլն, այդպիսի առաջնորդների դերը, այդպիսի առաջնորդը դառնում է ճշմարտության սեփականատերը եւ այդ ճշմարտության սեփականատերը կարողանում է բոլորի վրա վաճառել այն ճշմարտությունը, որը հեշտ է, այսինքն եթե դու ասում ես մի կողմից էսպես է, մյուս կողմից այնպես է, բայց եւ կարող է այդպիսի կարծիք լինել, այնպիսի, դու ասում ես քեզ անկալում են որպես ինչ որ մի հատ դոնդողատիպ, ինչ որ մի հատ անձնավորություն, հա, երբ որ քեզ դու ասում ես, որ ահա այս է եւ այլ ոչ մի բան չկա, իսկ այդպիսի մահկանացու չկա, որը տիրապետում է ճշմարտությանը։ Ճշմարտությունը հարաբերական է, մենք ինչ որ մոլորություններից հրաժարվում ենք, մտնում ենք ուրիշ մոլորությունների մեջ։ Մենակ Աստված է ճշմարտություն։ Մենք այդ հարաբերականությունը, այդ աղանդավորները չեն ընկալում եւ նրանք ընկալում են որպես բացարձակ ճշմարտություն։ Արսեն, խնդրեմ քո անդրադարձը։ Դուք հիշեցիք բոլշևիզմը Եվ կարծում եմ դա շատ լավ օրինակ է, որովհետև սովորաբար ովքեր են, այսինքն ինչպես են աղանդները ձևավորվում եւ ովքեր են հեղափոխություն անում, կարծում եմ առաջի հերթին դա ճնշված, մերժված խմբերն են, որոնք խնդիր չունեն նաեւ ներազգային ատելություն տարածեն տարբեր երկրներում Եվ կարծում եմ ես փորձեմ հեղափոխական ընդհանրապես քաղաքականության 5 առանձնահատկություն ներկայացնեմ ձեզ դուք կարող եք այդ առանձնահատկությունները փորձել պրոյեկցիա անել տարբեր հեղափոխությունների վրա լինի թե դե Կուբայի հեղափոխությունը 1953-56 թվականի թե ձեր հիշատակած բոլշևիկների հեղափոխությունը կամ ֆրանսիականը կամ այլ ուրիշ հեղափոխություններ տեսեք հեղափոխությունից առաջի առանձնահատկությունը հասարակությունը սովորաբար շատ ռադիկալացված է եւ բևեռացված Տարբեր պատճառներով դա կարող է լինել, բայց հասարակությունը միշտ բևեռացված է, քանի որ խնդիրներ կան եւ ինչ որ մի խումբ, որը մերժված է, ճնշված է, փորձում է փոփոխություն անել։ Երկրորդ առանձնահատկությունը դա բոլոր հեղափոխականներին բնորոշ է, նրանք բոլորը հակված են ռիսկի։ Պետք է դա ընդունենք, որովհետեւ հեղափոխությունների մեծամասնությունը տապալվում են քանի որ հեղափոխականները գործում են ռեժիմի դեմ եւ այդ ռեժիմը իր տրամադրության տակ ունի բանակ, ներքին գործերի, ներքին զորքերի եւ այլն եւ պետք է եւ շատ քիչ է հավանականությունը, որ այդ փոփոխությունը կարող է հաջողվել։ Եվ նրանք բոլորը հակված են ռիսկի։ Երրորդ առանձնահատկությունը հեղափոխական քաղաքականության դա այսպես կոչված
Dunning-Kruger-ի էֆեկտն է, որը ձևավորել են երկու հոգեբաններ Միացյալ Նահանգներից Dunning-Kruger այդ էֆեկտը իրենց անունն է կրում, այսինքն նրանք պնդում են, որ ինչքան մարդը քիչ գիտելիք է ունենում, այդքան ինքնավստահ է լինում։ Սա նույնպես բնորոշ է եւ աղանդավորներին եւ հեղափոխականներին, որովհետեւ նրանք սովորաբար լավ կրթություն չեն ունենում կամ շատ թերի են ունենում եւ սովորաբար սովորում են իրենց նմաններից։ Չորրորդ առանձնահատկությունը դա շատ վուլգար կամ անպարկեշտ հակամատերիալիզմն է, որը նույնպես բնորոշ է, որ նայեք տարբեր հեղափոխությունների եւ աղանդների, այսինքն նրանց բոլորի մոտ, քանի որ նրանք կառավարման փորձ չունեն եւ սովորաբար անտեսում են մատերիալիզմը եւ բոլոր նյութական արժեքները։ Եվ վերջապես 5-րդ առանձնահատկությունը, որը կոչվում է Կասանդրայի կոմպլեքս, սա նույնպես հոգեբանական ուրեմն երևույթ է, գալիս է հին հունական դիցաբանությունից, Կասանդրա անունով մի գեղեցկուի հատկություն է ունենում կանխատեսելու ճգնաժամերը եւ պատերազմները, բայց քանի որ նա մերժում է Ապոլոնին, Ապոլոնը նրան պատժում է եւ անիծում է եւ փաստորեն ինչ որ Կասանդրան փորձում է կանխատեսել, նաեւ սա կարծեմ Տրոյայից էր, երբ որ Հոմերի Իլիադայից, ինչ որ փորձում է կանխատեսել, նրան ոչ ոք չի հավատում։ Ինքը ճիշտ է ասում, բայց ոչ ոք նրան չի հավատում։ Հեղափոխականների մոտ էլ կա այս Կասանդրայի կոմպլեքսը, այսինքն եթե ինչ-որ փորձագետներ, դիվանագետներ կամ պրոֆեսիոնալներ փորձում են հեղափոխականներին զգուշացնել պատերազմի կամ այլ վտանգների մասին ճգնաժամերի, նրանք սովորաբար անտեսում են։ Ինչի են անտեսում, որովհետև նրանց մոտ ստացվել է, նրանք հաղթել են, նրանք կարողացել են հեղափոխություն անել եւ իրենց թվում է, որ այս մարդկանց կարծիքը բացարձակապես կարեւոր չի, քանի որ իրենք են հաղթել։ Այս 5 առանձնահատկությունը բոլորը միասին մի վտանգ ունի, որովհետև ինչպես ասեցիք, այսինքն նրանց թվում է, որ նրանք արդեն դառնում են ինչ-որ ունեն գերբնական կարողություններ, քանի որ հասել են այլ բարձունքին եւ սկսում են դրան հավատալ, ամենավտանգավորը, որ նրանց շրջապատն է սկսում դրան հավատալ ու իրենց էլ են ներշնչում, որ իրոք այդ անձնավորությունը ունի գերբնական կարողություններ, բայց սա սովորաբար շատ տխուր վախճան է ունենում, ճիշտ է ժամանակ է տևում, բոլշևիկների հեղափոխությունը եւ սովետական միությունը 70 տարի ապրեց Կուբայում այդ հեղափոխության 1950-ական թվականների հեղափոխության հետևանքները այն աղքատությունն է, սարսափելի աղքատությունը, որը մինչև հիմա գոյություն ունի Կուբայում եւ դրանից Կուբայի ժողովուրդն է տևում, ֆրանսիական հեղափոխությունն էլ ընդամենը 10 տարի տևեց, մնացածն էլ, այսինքն տարբեր ուրիշ օրինակներով ես այս 3-ը հիշեցի, դուք կարող եք հետևություն անել։ Շնորհակալություն, շարունակեմ այդ ճշմարտության Արամի ասած այդ ճշմարտության նկատմամբ աղանդավորների այս բացառիկ իրավունքների թեման շատ հետաքրքիր է, որ իրենք ոչ թե ուզում են աղանդավորները ծառայել ճշմարտությանը, այլ նրանց համար ամենակարևոր խնդիրը այդ ճշմարտությունը սեփականաշնորհելն է։ Միայն ճշմարտությունը միայն իրենց է վերապահված։ Դրանից արդեն բխում են նրանց բոլոր գործողությունները, այդ մեկուսացումը, այլակարծության, այլախոհության, այլադավանության մերժումը, նրանց գործողությունների ընդհանուր առմամբ ծայրահեղությունները։ Բայց հարցս նրա մասին էր, թե ինչու է աղանդավորությունը հատկապես տարածվում այսօրվա դարաշրջանում, հեղափոխությունների օրինակը կարծում եմ շատ ակնառու օրինակ է, պետք չէ մոռանալ նաև մերօրյա հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում շատ տարբեր երկրներում, այլ նաև մեր երկրում եւ այնպես որ շատ բաներ ունեն իրենց նմանությունները։ Այո, հիմքում սահմանափակ
տեսողությունն է, ճշմարտության մի մասի տեսողությունն է, փակվածությունն է եւ այլն եւ նաեւ հիմնավոր կարծիքների նկատմամբ արհամարանքն է, որովհետեւ իրենք հաջողել են հեղափոխության մեջ, իսկ դա ամենակարևոր պահն է պատմության մեջ, դրանից առաջ բոլոր ճակատամարտերը, բոլոր հաղթանակները, պարտությունները, սխրագործությունները եւ այլն ինչ որ եղել, դրանք անկարևոր բաներ են։ Ամեն ինչ սկսվում է հեղափոխությամբ եւ վերջանում է հեղափոխությամբ։ Բայց նայենք նաեւ թե ինչ է ընդհանուր առմամբ այսօր աշխարհում կատարվում։ Ամբողջ Եվրոպայում, ընդհանրապես աշխարհում, հա, այս քաղաքակրթված աշխարհում, ովքեր են գալիս իշխանության, ինչ տեսակի գիտակցության մանիպուլյացիաներ են լինում, ինչ տեխնոլոգիաներ են աշխատում, նախ ինչ որակի մարդիկ են գալիս իշխանության։ Սարսափելի վիճակ է, միտեղ դերասան է գալիս, միտեղ, չգիտեմ, ես չեմ ուզում այդ մասնագիտության նկատմամբ որևէ արհամարանքով արտահայտվել, բայց գալիս են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ ոլորտի հետ, ոչ գիտելիք ունեն, ոչ փորձառություն ունեն։ Կարևորը թե դու ինչպես ես կարողանում մասաների վրա ազդել, ինչպես ես կարողանում նրանց գիտակցության վրա ազդել, եւ հնարավորինս ինչքան ոչ իրական խոստումներ ես տալիս։ Հա, դու այսպես ասած փորձում ես այդ ոչ իրական խոստումներով կերակրել մարդկանց եւ ընդհանրապես, այսինքն նաեւ շատ վտանգավոր է մարդկանց վիճակը, որովհետեւ նրանցից է ծնվում այդ իշխանությունը։ Ինչի է մարդկությունը այսպես հակված դարձել այս մանիպուլյացիային, ստին, կեղծիքին։ Իհարկե ես հասկանում եմ, որ կեղծիքը շատ քաղցր է հնչում շատերի ականջում, որովհետև սուտը, կեղծիքը ոչ մի պատասխանատվության առջև քեզ չեն դնում, դու չես ուզում շատ հաճախ հանդիպել ճշմարտությանը, որովհետև այդ ճշմարտությունը քեզ լուրջ պատասխանատվության առջև է կանգնեցնելու։ Եվ ես կարծում եմ, որ այս ամեն ինչի հիմքում հենց այդ հոգու կորուստն է, այդ ճշմարտության գիտակցության կորուստն է, օբյեկտիվ ճշմարտության կորուստը։ Ճշմարտությունը դարձել է շատ սուբյեկտիվ ինչ-որ մի բան, ամեն մարդ իր ճիշտը ունի։ Այս ինդիվիդուալիզմը ժամանակակից աշխարհում տիրող այս անհատապաշտությունը եւ այլն, գալիս սնում են այս աղանդավորությունը։ Ամեն մեկը իր ճշմարտությունն ունի։ Եվ ինքը աշխարհի կենտրոնն է եւ հենց ինքն է որոշում թե ինչն է լավը, ինչն է վատը եւ այլն եւ այլն։ Եվ ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ժամանակակից աշխարհը գնալով հոգեկան տեսանկյունից դառնում է շատ անառողջ եւ հիվանդագին։ Եվ այս անառողջությունը եւ այս հիվանդագին վիճակը պարարտ հող են դառնում տարբեր տեսակի մշակութային, մտածելակերպային, քաղաքական աղանդների տարածման համար։ Մենք այսինքն այսօր տեսնում ենք, որ այսինքն մեդիա դաշտում, հա, սոցիալական ցանցերում ինչքան սուտ եւ կեղծիք է տարածվում։ Եվ երբեմն ապշում ես, որ այդ ակնհայտ, ասենք, ստին եւ կեղծիքին ինչքան մարդ կարող է ձայնակցել եւ համաձայնել դրան։ Ոչ, այսինքն մարդկանց նաև զրկում են այսպես մտածելու, վերլուծելու կարողությունից, որը շատ բնորոշ է աղանդավորներին։ Աղանդավորական շատ շարժումներ կան, որտեղ ընդհանրապես արգելված է մտածել։ Երբ որ քո մոտ հարց է առաջանում, որի պատասխանը դու չգիտես, դու չպետք է մտածես, դու պետք է գաս եւ հարցնես, թե որն է դրա պատասխանը։ Լավ, այսքանով այս հարցի վերաբերյալ ես ամփոփեմ իմ անդրադարձը եւ հիմա ժամանակն է անդրադառնալ դահլիճից մեզ ուղղված հարցերին։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք, պատրաստ ենք պատասխանել։ Հարցս ուղղված է բոլոր բանախոսներին։ Դուք նշեցիք, թե առհասարակ աղանդավորությունը
ինչ վատ հետևանքներ է ունենում ու նաև խոսեցիք թե ֆրանսիական հեղափոխությունից, թե բոլշևիկյան հեղափոխությունից, բայց ես նաև կցանկանայի հասկանայինք, թե որոնք են մեր օրերի կամ առնվազն long term ասված, այդ լուծումները, որոնք մենք կարող ենք տալ նման polarization-ին առասարակ նման բևեռացվածությանը, որովհետև ինչքան էլ մենք պետք է նախ եւ առաջ ընդունենք, որ մենք խնդիր ունենք, մենք նաև պետք է հասկանանք, թե ինչ լուծումներ մենք կարող ենք դրանց տալ, որովհետև առասարակ նման այլամերժություն, ինչպես նշեցիք, նման ոչ պատրաստակամություն այդ խմբերի կողմից լսելու հակառակ ճամբարի կարծիքը շատ դժվար է դառնում, այսինքն շատ դժվար է նրանց համոզել որևէ բան լսել եւ ընդունել։ Այդ մարդիկ շատ դեպքերում wishful thinking-ով են տարված, որը հնարավորություն չի տալիս որևէ երկխոսության։ Ես կուզենայի իմանալ, թե որոնք են առասարակ ձեր կողմից առաջարկվող լուծումները, թե հոգևոր, թե մշակութային, թե նաև քաղաքական այդ դաշտում, որ կարող են բավականին էֆեկտիվ լինել եւ երկար ժամկետներում որևէ լուրջ փոփոխություն բերեն։ Շնորհակալություն։ Մի քիչ ավելի կոնկրետացնենք ինչ լուծումների մասին, ընդհանրապես կյանքի բոլոր խնդիրների լուծման մասին է խոսքը, թե իրենց հետ երկխոսություն ունենալու մասին է խոսքը։ Թե նա, որովհետև իրականում երկուսն էլ բավականին կապված են միմյանց հետ, երբ որ այդ երկխոսության դաշտը առասարակ բացվում է, նաև հնարավորություն ենք ստանում հասկանալու այդ ֆունդամենտալ հիմքերը, որ կան իրենց կոպիտ ասած դիսկուրսում։ Կարճ փորձեմ իրենց այդ երկխոսության անդրադառնալ, որտեվ փորձով որպես հոգևորական շատ եմ էլի առնչվել դրա հետ, հետո մեր զրուցակիցները իրենց հետ հնարավոր չի շատ հաճախ ունենալ երկխոսություն, որտեղ իրենք չեն լսում եւ իրենց ուղղակի արգելված է քեզ լսել, իրենք սպասում են, որ դու վերջացնես քո ասածը, որ իրենք այն ինչ որ այսպես ձայնագրել են իրենց մեջ, այդ ձայնագրությունը նորից միացնեն։ Շատ դժվար է իրենց հետ որևէ ինչ որ քննական խոսակցության մեջ մտնել։ Եվ կան ակնհայտ զոմբիացման երևույթներ եւ այլն եւ այլն։ Իհարկե նրանց հետ ում մեջ դեռ այդ ռացիոնալ հատիկը կա, դեռ արդեն ամբողջովին չի ոչնչացած, այդ մտածելու կարողությունը, նրանց հետ ինչ որ բան ստացվում է եւ մենք ունենք բավականին, ասենք, դեպքեր, երբ որ աղանդավորությունից մարդիկ դուրս են գալիս կամ մերժում են այդ ուսմունքները, դուրս են գալիս եւ գալիս են դեպի եկեղեցի։ Ուրեմն կախված է թե մարդը այդ աղանդավորության որ փուլում է գտնվում, բայց այնուամենայնիվ իհարկե պետք է շարունակել ջանքերը, պետք է բացատրել եւ օգնել դրանց։ Ինչը վերաբերվում է, այսպես ասած, երկարաժամկետ, այսպես ասած, ապագային, այս էլ իմիջիայլոց կարևոր բան էր, որ նշեցիք, որ աղանդավորների մոտ ամեն ինչ կարճ է, նույնիսկ այնքան կարճ է, որ ժամանակ չկա, ամեն ինչ մենակ այս պահին է, որտեվ պատմություն չկա, պատմությունը ընդհանրապես իրենք մաքրել են, պատմությունը անցյալը, դարերի եւ այլն ոչ մի էական նշանակություն չունի։ Այդ պատմությունը, որ մաքրում ես, ժամանակիդ հասկացողությունը կրճատվում է ու դառնում է վարքյանական, ամեն ինչ վարքյանական է։ Քանի որ ամեն ինչ վարքյանական է, ապագա երկարաժամկետ մտածողություն ընդհանրապես չկա, գոյություն չունի։ Կա մի հատ, ոնց որ ասած, բան, փրկաբանական պատկերացում, որը հիմա է, այստեղ է, այս պահին է, Աստծո հետ կապը ես ունեմ, ըստ իրենց, դրանով ամեն ինչ վճռված է, ինչ ժամանակ։ Ընդհանրապես, ինչպես նշեցիք, ճգնաժամը երևի աշխարհի գրեթե բոլոր երկրներին է վերաբերվում, եւ փորձեմ ես շատ հակիրճ ճգնաժամի պատճառը ասեմ, հետո անդրադառնամ մեր երկրին։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերին թվում էր, որ լիբերալ ժողովրդավարությունը տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ եւ վերջապես, քանի որ Խորհրդային միությունը փլուզվեց,
լիբերալ ժողովրդավարությունը տարածվելու է, հաղթելու է եւ սփռվելու է բազմաթիվ երկրներում, բայց այսօր որ նայեք ամենամեծ ճգնաժամը լիբերալ ժողովրդավարությունն է ապրում եւ լիբերալ ժողովրդավարությունները փոքրամասնություն են կազմում աշխարհում։ ՄԱԿ-ը ունի 193 երկիր, դուք 40-ից ավել լիբերալ ժողովրդավարություն մեր երկրագնդի վրա չեք հաշվի։ Այսինքն այդ 40-ը դա փոքրամասնություն է։ Եվ մյուս կողմից էլ մենք ունենք այնպիսի երևույթներ, ինչպիսի Չինաստանն է, որտեղ մարդիկ կարողացան մարքսիզմը, կապիտալիզմը եւ կոնֆուցիականությունը միացնելով ստեղծել աշխարհի երկրորդ տնտեսությունը։ Դա մի քիչ ճիշտ է երկար խոսակցություն է եւ կարծում եմ հիմնական պատճառը, որ լիբերալ ժողովրդավարության գաղափարը տապալվեց եւ նա չի տարածվում, բայց դրա փոխարեն ինչ որ փորձում են թե արևմտյան Եվրոպայում, թե շատ ուրիշ տեղեր փոխարինել կամ փորձել զարգացնել, չի ստացվում առայժմ։ Եվ նաեւ ճգնաժամ կա քաղաքական առաջնորդների։ Իմ կարծիքով Մեծ Բրիտանիայում Մարգարեթ Թետչերից հետո որևէ նորմալ առաջնորդ չի եղել։ Նույնը որ նայեք Սպիտակ տանը, չկան այլևս Սպիտակ տանը, որը աշխարհի ամենահզոր գրասենյակներից մեկն է, Ռուզվելտի կամ Այզենհաուերի պես առաջնորդներ չեն ուզում գնալ եւ մասնակցեն։ Արևմտյան Եվրոպայի առաջնորդների մասին չեմ ասում, խոսելու կարիք էլ չկա, ասեն Գերմանիայի կանցլերները Մերկելից հետո կամ Ֆրանսիայի նախագահը եւ այլն։ Այսինքն գոյություն ունի նաեւ այս ճգնաժամը աշխարհում, առաջնորդների ճգնաժամը, իսկ ինչ վերաբերում է փոքր երկրներին, ինչպիսին Հայաստանն է եւ որը ունի շատ բարդ աշխարհագրական դիրք եւ բնակչությունը շատ քիչ է, ես կարծում եմ հայկական պետությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որպիսի աղանդավորությունը չկարողանա խանգարել մեր պետության զարգացմանը եւ ընդհանրապես հայ ժողովրդի զարգացմանը։ 3 բան կառաջարկեի կամ 4 բան։ Առաջինը զարգացնել քննադատական մտածողությունը։ Այսինքն ոչ մի բան չընդունել հալած յուղի տեղ, նաեւ մեր ասածը բնականաբար, հա։ Երկրորդը դա արդեն ասվեց չհրաժարվել պատմական խորությունից, պատմական բեքգրաունդից։ Եթե դու ասում ես, որ Հայաստանի պատմությունը սկսվել է ընդհանրենք 18 թվականից, հա, 2018 թվականից, ապա այդ խորությունից դու զրկում ես քո իսկ պետությունը եւ դա բնականաբար վնաս է բերում։ Եվ երրորդը ավետարանը, ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմից է։ Այսինքն չպետք է գնալ այն մարդու հերնանիցել, ով որ քո անունով բանա հրաշքներ գործում կամ դևերի նահանում։ Եթե նա անում է իմ անունով, նա չի կարող ինձ հայհոյել։ Այսինքն ինչ բոլշևիկները ինչ են ասում, նույն բոլշևիկները, ասում են ով մեր հետ չէ, նա մեր դեմ է։ Իսկ ստեղ հակառակն է, ով մեզ հակառակ չէ, նա մեր հետ է։ Զգում եք տարբերություն։ Ընդհանրապես կարդացեք Արսենի հոդվածը քրիստոնեական արժեքների եւ պետության մեջ քրիստոնեական արժեքների հնարավոր ներդրման մասին, հիմա շատ կօգնի հենց այդ long term լուծումների համար։ Արդյոք ըստ սահմանման բոլոր կուսակցությունները աղանդ են եւ եթե այդպես է, պետության մեջ ինչպես պետք է գոյատևեն կամ առաջ գնանք, եթե ամեն մեկը գալու է իր ճիշտը առաջ տանի։ Շնորհակալություն։ Կարճ պատասխանեմ, իհարկե ոչ, եթե միավորները առողջ են, կարող են լինել առողջ, այսպես ասած, միավորներ քաղաքական, որոնք կուսակցություններն են, որոնք փակ չեն, որոնք պատրաստ են երկխոսության, որոնք չունեն բացառիկության զգացողություն եւ որոնք առաջնորդի պաշտամունքով զբաղված չեն, այլ այնտեղ մարդիկ իրավունք ունեն մտածելու, իրենց կարծիքը ունենալու եւ այլն, այսինքն եթե առողջ միավորներ են, առողջ կուսակցություններ են, ոչ մի խնդիր չկա։
բայց կարևորը բոլորը հասկանան միասնականության առավելության այդ խնդիրը նամանավանդ փոքր ժողովուրդների պարագայում կա ավելացնելու բաներ Իհարկե ոչ, եթե գիտեք ինչ, մեր մոտ ներքին քաղաքական դաշտը դժբախտաբար աղավաղված է, բնականաբար այդ հարցը ձեր մոտ առաջանում է։ Եթե մենք ունենայինք կուսակցություններ, որոնք բնակչության շերտերի շահեր են պաշտպանում, օրինակ, ասենք դուք փոքր բիզնեսի կամ միջին բիզնեսի սեփականատեր եք, եւ դուք գիտեք, որ X կուսակցությունը պաշտպանում է փոքր եւ միջին բիզնեսի սեփականատերերին եւ միշտ ձեր շահերը, եթե խորհրդարանում են պաշտպանում, եթե խորհրդարանում չեն, դուք միշտ կարող եք գնալ իրենց գրասենյակ եւ կփորձեն նրանք կուսակցությունը կփորձի ձեր շահերը պաշտպանել կամ թոշակառուների շահերը, որ կուսակցությունն է պաշտպանում։ Ես չգիտեմ, եթե գիտեք, ասեք։ Մենք ունենք 500,000 թոշակառու Հայաստանում, որոնք շատ չնչին թոշակ են ստանում, որը հարցի ուրիշ կողմն է, կամ երիտասարդության շահերը, ուսանողության շահերը։ Միգուցե կուսակցությունների ծրագրերում այս ամեն ինչը գրված է, բայց իրականում ես չեմ տեսել կամ շատ քիչ է եղել, որ կուսակցությունները պաշտպանեն հասարակության որոշ շերտերի, ինչը որ իրենց կուսակցության ծրագրի մեջ է, նրանց շահերը։ Հետևաբար կարծում եմ այդ հարցը առաջացել է մեր ներքին քաղաքական դաշտի աղավաղումից, իսկ եթե նորմալ օրենք լինի եւ պետք չի Հայաստանում կարծում եմ այդքան կուսակցություն ինչքան գրանցված են։ Դա էլ մեկ ուրիշ խնդիր է, չի կարող փոքրիկ Հայաստանում 100-ից ավել կուսակցություն գրանցվի։ Դա նաև հեշտացնում է շատ առավելություններ ունի, քիչ կուսակցություն ունենալը եւ օրենքով սահմանափակել կուսակցությունների քանակը։ Առաջի հերթին դա խնայում է միջոցներ քաղաքական բյուրոկրատիայի վրա, ընտրությունների վրա եւ այլն։ Եվ վերջապես ժողովրդին պիտի հարգես, որ հնարավորություն տաս ավելի հեշտ ընտրություն առանց այդ էլ խորհրդարանում գիտեք, եթե վերջն եկես վերջի 34 տարին քանի կուսակցություն է անցնում 3-4-5 մաքսիմում, չէ՞։ Իսկ եթե 5 կուսակցություն լինի Հայաստանում, հայ ընտրողը ավելի հեշտ կգնա ընտրության եւ կհասկանա այդ կուսակցությունների խնդիրները եւ ավելի կհեշտացնես ընտրողի աշխատանքը։ Եթե կարելի է ավելացնեմ, էլի հասկանալի է, բայց իմ հարցը մենակ Հայաստանին չի վերաբերում, քանի որ դուք մի քիչ առաջ ասացիք Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա, այսինքն ամբողջ աշխարհով ենք այդ ճգնաժամը տեսնում, տեսականորեն հասկանալի է, որ կենսաթոշակառուներ ներկայացնողները պետք է իրանց շահերը պաշտպանեն, բայց ի վերջո իշխանության եկողները իրանց անձնական կամ իրանց նեղ խմբակի շահերն են պաշտպանում, ու ինչպես օրինակ այդ լիբերալները փորձում են, չգիտեմ, Ռումինիայում կամ Մոլդովայում կամ Արևելյան Եվրոպայում անպայման անցկացնել եւ ստեղել են փորձելու անպայման անցկացնել իրանց մարդկանց անկախ իրանց հայտարարած արժեքներից, ու դա զուտ Հայաստանի խնդիր չի, ես հենց ռեալ պոլիտիկի տեսանկյունից եմ ասում, տեսականորեն հասկանալի է, որ լավ կլիներ, եթե այսպես լիներ։ Շնորհակալություն։ Ես մի կարճ հարց տամ կարճ պատասխանի ակնկալիքով, ինչպես դուք ասացիք, կան գիտակցված աղանդավորներ, որոնք մասնակցում են հենց աղանդավորական ինչ-որ խմբերի, եւ կան չգիտակցված աղանդավորներ, մարդիկ, որոնք աղանդավորի վարքագիծ են ցուցաբերում, բայց իրենց աղանդավոր չեն համարում։ Հիմա ուղղակի մեր հրոստադիտողները, որ նայում են, կարող եք տալ 3-4 հստակ դիագնոստիկ ուղղորդում, որ իրենք եթե դա գտնեն իրենց կյանքում կամ իրենց մեջ իրենք հաստատ աղանդավոր են, որև են գնան եւ սկսեն փորձել դրանից ձերբազատվել եւ այդ աղանդավորական մտածողությունից ձերբազատվել։ Կարճ պատասխան ես ուզում արամ այդ հարցին։ Դժվար է կարճ պատասխանել, բայց քողարկված աղանդավորությունը կարող է ունենալ տարբեր բովանդակություն։ Նախ եւ առաջ այս հատկանիշները, ինչ որ մենք նկարագրեցինք, ինչով որ բնորոշվում է աղանդավորությունը, պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը մենք երբ նկարագրում ենք, ենթադրվում է, որ կա այսպես ուղղափառության հասկացողություն։ Այլ եթե մենք չենք ձևակերպում այդ ուղղափառությունը ինչ է, դավանաբանական գոնե տեսակետից, մենք ընդհանրապես աղանդավորության մասին չենք կարող խոսել։ Եթե չկա ճշմարտության հասկացողությունը, ապա չես կարող ասել, թե ինչ է ճշմարտությունից շեղումը։ Շատ պարզ է։ Հիմա
Դրա լույսի տակ ինձ թվում է ամեն մի մարդ պետք է իրեն հարց տա, ճշմարտությունը կարևոր է իր համար, թե կարևոր չէ։ Եթե մարդու համար ճշմարտությունը կարևոր չէ, կամ այդ ճշմարտությունը առավոտ առնում են, երեկոյան վաճառում են, այդ ճշմարտությունը ինքը շատ վատ վիճակում է գտնվում։ Այսինքն ինքը առնվազն անհանգստանալու կարիք ունի։ Կարող ենք տվյալ մարդուն աղանդավոր անվանել, պոտենցիալ այո, կարող ենք անվանել։ Եթե մարդը առավոտից իրիկուն իր ուշքում միտքը նյութապաշտությունն է, կամ այլ մեղքերի ծառայելն է, կարող ենք սա վտանգ համարել այդ մարդու համար, որ պոտենցիալ ինքը, այսինքն ինչ որ վատ բանի պաշտամունքով է զբաղված։ Կարող ենք լրիվ համարել եւ ասել, որ այս մարդը յուրովի, բարոյական տեսանկյունից ունի աղանդավորական դրսևորումներ։ Կամ ինքը տոտալ կերպով կամ բացառիկ կերպով կատարում է հրամաններ առանց անդրադառնալու այդ հրամանները լավ են թե վատ են։ Ասենք պաշտոնյա է, իրեն տալիս են հրամաններ անօրինական գործողություններ կատարելու եւ ինքը կատարում է այդ անօրինական գործողությունները, ինչը շատ ենք մենք տեսնում, որ կատարվում է մեզանում։ Հիմա այդ մարդը իրավական տեսանկյունից աղանդավոր է թե աղանդավոր չէ։ Լրիվ կարծում եմ աղանդավորական դրսևորում է։ Այդ մարդը անհանգստանալու կարիք ունի։ Եվ այլն, այսինքն մենք կարող ենք շատ խոսել այս շեղումների մասին, որ մարդիկ պիտի անդրադառնան, մարդիկ իրենց պիտի վերլուծեն, որը շատ հաճախ մարդիկ չեն անում եւ շատ դժվար է մարդը թարապես ամենավատը ինքն իրեն է ճանաչում։ Բայց ամեն դեպքում այն ամենը ինչ որ մենք այստեղ ասեցինք, շատ տարբեր ձևերով կարող է ի հայտ գալ մարդկային կյանքում եւ մարդիկ, երբ որ այսպիսի բաների են առնչվում, պետք է անհանգստանան, բայց մինչ այդ պետք է կենտրոնացում ճշմարտության վրա։ Ըստ իս մեր ամենամեծ խարանը այսօր, որ մեր հասարակության ճակատին կպցրած է, որ ճշմարտությունը անկարևոր բան է մեզ համար դարձել։ Սա է ամենամեծ վտանգը եւ դրանից բխող մնացած բոլոր արդեն վտանգները։ Ես Արամի հետ էլ համաձայն եմ, Արամը հիշատակեց քննադատական մտածողությունը։ Ես կարծում եմ, եթե կրթական համակարգում դեռ դպրոցի այդ դպրոց տարիներից սկսեն քննադատական մտածողություն զարգացնել երեխաների մոտ եւ ընդհանրապես կարծում եմ այդ մոտեցումը աղանդավորության չէ, ես խոսեցի բևեռացման մասին, դրա հիմքում ինչ է, որ մարդիկ ասում են մենք ընդդեմ բոլորի, մենք ընդդեմ ձեզ, այսինքն այդ թշնամական վերաբերմունքը պետք է վերացվի առաջերտին, հետո աղանդավորությունը կարծում եմ շատ վտանգավոր հետևանքներ ունի նաև սերունդների վրա, որովհետև այդ երեխաները, որոնք մեծանում են այդ մթնոլորտում, հետագայում կարծում եմ շատ լուրջ տրավմաներ են ստանում, որովհետև պարտադիր չի, որ իրենք կիսեն իրենց ծնողների գաղափարները, այդ թշնամությունը, նրանք մեծանում են ու տեսնում են ինչպես է ներազգային ատելություն առաջանում, ընտանիքի մեջ կարող են երկու հոգի, նույն ընտանիքի անդամներ դրա պատճառով չխոսեն իրար հետ, ընկերներ 20 տարվա կարող է չշփվեն իրար հետ, եւ դա ամեն ինչը աղանդավորության բացասական հետևանքներ է, իսկ այն երեխաները, որ մեծանում են այդ մթնոլորտում, շատ լուրջ տրավմաներով են մեծանում։ Կարծում եմ այդ մի քանի բանը, որ այդ թշնամությունը դուրս գա, մարդը կհասկանա, որ պետք է հեռու մնա դրանից։ Հեռու մնա թշնամությունից, գնա դեպի սեր, փորձեմ այսպես։ Կարելի է, ես 3 բան ասեմ, սիրելի հեռուստադիտող, կասեմ ես։ Եթե դու կարծում ես, որ քեզնից տարբեր մտածողը, քեզ հետ համաձայն չլինողը կամ ծախված է, կամ ապուշ է, առաջին։ Եթե դու հակված ես սխալ ընդհանրացումների, օրինակ բոլոր կանայք վատ վարորդներ են, կամ բոլոր լրագրողները ծախված են, կամ բոլոր սրանք, բոլոր հնդիկները չգիտեմ ինչ են։ Եթե դու հակված ես բոլոր բառին, այդ առումով, ապա դու շատ հնարավոր է աղանդավոր ես։ Եվ եթե դու բաժանում ես
սևի եւ սպիտակի։ Ասում ես ով չի հագնում այս ուրեմն բաճկոնը, նա հայ չի, կամ ով չի հագնում այդ բոթասը, պարզ է, չէ՞ ինչ բան է։ Ով էշ չի, նա հայ չի, կամ ով էշ չի, նա մարդ չի եւ այլն։ Եթե դու այդ երեք բանը ասում ես, ապա շատ հնարավոր է, որ դու աղանդավոր ես։ Տեր Մեսրոպ, հարցս ուզում եմ ուղղել ձեզ, ուզում եմ լսել ձեր մեկնաբանությունը նաև աղանդավորության շուրջ ձևավորվող վարքաբանական դրսևորումների մասին հասարակության մակարդակում ու մասնավորապես Հայաստանի օրինակով։ Օրինակ, Հայաստանում շատ հաճախ տեսնում ենք, որ մարդիկ չեն տարբերակում աղանդավորական շարժումները ու ամեն ինչ պիտակվում է որպես Եհովայի վկաներ ու ոչ մենակ աղանդավորական շարժումները։ Օրինակ նույն ավենտարանչական եկեղեցու կամ ասորական եկեղեցու, որոնք ըստ էության շեղում չես կարող համարել, իրենք եւս հասարակության կողմից պիտակավորվում են ու դու տեսնում ես, որ այդ մերժումը, փակ համակարգի ձևավորման գործընթացը գնում է ոչ միայն բուն այդ աղանդավորական խմբի ներսում, այլ նաև հակառակ կողմում process-ներ են տեղի ունենում։ Կցանկանայի լսել այս հարցում ձեր մեկնաբանությունը։ Մենք խնդիրների մեջ շատ չենք սիրում խորանալ եւ նամանավանդ հոգեվոր ոլորտի ճանաչողության մեջ որպես կանոն շատ կծկտուր են մեր գիտելիքները, տեղյակ չենք նույնիսկ ինչ է նորմալ քրիստոնեությունը, չգիտենք ինչ էլ եւ լավ չենք կարդում, ասենք Սուրբ Գիրքը կամ ընդհանրապես չենք կարդում, բայց մենք համարում ենք առաջի քրիստոնյա ժողովուրդ։ Ես մի քիչ ավելի խորացնեմ ձեր ասածը, հենց աղոթող մարդ են տեսնում, ասում են սա աղանդավոր է, շատ հաճախ, բայց մարդը կարող է լրիվ մեր եկեղեցու հետևորդ լինել։ Այսինքն իրենք անգամ մարդիկ նորմալ բարեպաշտությունը իրենց համար դա տարօրինակ բան է, ցանկացած տարօրինակ բան իրենք որակում են աղանդավոր բառով, դա շատ տարածված է։ Դա գալիս է ընդհանրապես տգիտությունից։ Իսկ դա շատ տարածված երևույթ է մեզանում։ Ես չեմ ուզում վիրավորել մարդկանց, բայց լավ չի, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը, ասենք տարական պատկերացումներ չունի, թե ինչ է քրիստոնեությունը եւ ինչպես տարբերել բուն քրիստոնեությունը, հա, այդ առաքելական, տեսեք մենք մեզ անվանում ենք առաքելական եկեղեցի, չէ՞, այսինքն Քրիստոսի երկու առաքյալներ եկել են Հայաստան, այստեղ քարոզելու, դա բացառիկ պատիվ է տրված այս ժողովրդին։ Առաքելական շրջանից, հա, այդ հավատքի գիծը շարունակվում է մեզանում եւ մենք մեզ անվանում ենք առաքելական եկեղեցի, բայց շատ հաճախ պատկերացում չունենք մեր դավանաբանության, մեր պատմության, մեր հավատքի առանձնահատկությունների մեջ։ Եվ շատ հաճախ երբ որ մարդուն, նույնիսկ հավատացյալ մարդուն հարցնում ես, թե ինչու՞մն է քո հավատքը, երբ մարդը սկսում է քեզ այդ խոսել, այնտեղ դու կարող ես նույնիսկ տեսնել, որ այդ ոչ միայն պոտենցիալ աղանդավորություն է, այլ նաև ակնհայտ աղանդավորություն կարող ես տեսնել։ Ինչևէ, պետք է ավելի կրթվել եւ ճանաչել, աշխատել ինքդ քո վրա եւ որպեսզի այդ հարցերի պատասխանները ունենաս։ Շատ լավ, իմ եզրափակիչ հարցը մեր հայկական իրականության մասին է։ Մենք տարբեր այսպես ձևերով անդրադարձանք, բայց ես ասացի, որ այս աղանդավորություն բառը լավագույնս բնորոշում է այն ինչ որ կատարվում է աշխարհում եւ կարծում եմ, որ նաեւ բնորոշում է այն ինչ որ այսօր ընդհանրապես կատարվում է Հայաստանում։ Երկարաժամկետ մտածողության բացակայություն, մեկուսացում, մանիպուլյացիա, անձի պաշտամունք, փրկչական, այսպես ասած, դերակատարություն եւ շատ այսպես ծայրահեղ դրսևորումներով անհանգստացնող դրսևորումներով եւ էլ չեմ ասում ամբողջ պատմության վերանայում, հերոսների վրա հարձակումներ, հա, հակահերոսների այսպես ակտիվացում, խորհրդանիշների դեմ պայքար, ընդհանրապես ինչ ասես չի կատարվում Հայաստանում եւ կուզենայի, որ
վերջում մենք այս ամենին անդրադառնանք եւ հասկանանք, թե որն է ելքը այս ամեն ինչից։ Խնդրեմ, Արամ, քեզանից սկսենք, դու շատ ես խոսում այս մասին, գրեթե ամեն օր։ Այդքան շատ եմ խոսում, որ հիմա կարծես թե ավելացնելու բան չունեմ։ Ես կարծում եմ կրթության գիտելիքի պակասը շատ կարևոր է, շատ կործանիչ է, հա, կործանարար նշանակություն ունի։ Ես խոսակցության ժամանակ ասացի նախնական, ենթադրենք ասվում է, որ մեր խնդիրները գալիս են Մեսրոպ Մաշտոցից եւ Սահակ Պարթևից, որովհետեւ նրանք անկախական չէին, նրանք հունասեր էին, իսկ մենք պետք է անկախական լինենք։ Այսինքն մարդկանց գիտելիքները խիստ սահմանափակվում են եւ մարդիկ չեն ուսումնասիրում, չգիտեն ինչ էր արել Մեսրոպ Մաշտոցը, ինչ էր արել Սահակ Պարթևը եւ հավատում են այդ էժանագին խայծերին։ Ես կարծում եմ, որ քանի որ մենք կրթական հիմնարկում ենք գտնվում եւ շատ լավ ես մոտիկից ծանոթ եմ այդ հիմնարկի աշխատանքներին, շատ լավ դպրոց է, ես կարծում եմ, որ պետք է երիտասարդներին, երեխաներին դաստիարակել եւ գիտելիքի եւ բարոյականության առումով։ Կարճ ասած, ես ելքը դրա մեջ եմ տեսնում։ Գիտեք, ես մի համեմատություն եմ արել եմ զուտ ինձ համար, որտեվ երկար տարիներ Հայաստանում չեմ ապրել, փորձել եմ համեմատել Հայաստանի բնակչությունը Խորհրդային Միության փլուզումից առաջ, մի 7-5 տարի, 5-7 տարի անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո, ու ասենք այս 7 տարին, որ ես վերադարձել եմ Հայաստան։ Արել եմ բավականին ինձ հետաքրքիր է եղել, որովհետև երևույթներ եմ տեսել այսօրվա Հայաստանում, որ բացարձակապես նման բան չէիր տեսնի, թե խորհրդային Հայաստանում, թե փլուզումից հետո։ Խոսքս մի օրինակ բերեմ անդաստիարակության մասին է։ Խնդիր կա մեր բնակչությունն է փոխվել Հայաստանի դեպի վատը։ Անկեղծ եմ ասում, միգուցե շատ ցավոտ խնդիր է, բայց դրանք իմ անձնական դիտարկումներն են, որ ստիպված արել եմ այդ հետազոտությունը զուտ ինձ համար, հիմա ձեր հետ կիսվեմ, այսինքն տեսել եմ, որ բնակչությունն է վատ գնացել դեպի վատը, որոշ տոկոսը բնակչության, բայց այդ տոկոսը շատ է, պետք է ընդունենք, եւ կարծում եմ դրա պատճառը վատ կրթությունն է, այսինքն պատճառահետևողական կապ կա դրա մեջ, այս ունենք այսօր այդ բնակչության կամ չգիտեմ տարբեր շերտերի ներկայացուցիչները, դա հետևանք է վատ կրթության։ Մի օրինակ էլ բերեմ, ես նույնպես հետազոտություն եմ արել հիմնված մոտ 6000-ից ավել հարցազրույցների հիման վրա ինձ համար եւ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում կա 5 դպրոց, որը տալիս է գիտելիք երեխաներին։ Եթե այս 5 դպրոցից ավել կան դպրոցներ, դա ուրեմն ընտանիքի աշխատանքն է։ Իսկ եթե ես հիմա գրեմ իմ հիշողությամբ խորհրդային Հայաստանում քանի դպրոց կար, որ գիտելիք էր տալիս, խորհրդային կրթության բոլոր բացասական կողմերը հաշվի առնելով, առնվազն 30 դպրոց կգրեմ։ Առնվազն 30 դպրոց իմ հիշողությամբ։ Այսինքն եւ աղավաղվել է սկսած 91 թվականից թե պրոֆեսիոնալ կրթությունը, թե ընդհանրապես փոքրիկ Հայաստանին կասեք ինչի համար է պետք 50-ից ավել համալսարան։ Այսինքն բացարձակապես էֆեկտիվ կրթական համակարգ չի ստեղծվել եւ ես համաձայն եմ Արամի հետ, այսինքն միակ լուծումը կրթությունն է, որը պետք է զարգացվի բոլոր բացասական հետևանքները վերացնելու համար։ Ես հաճույքով կմիանամ այդ կրթության վերաբերյալ ձեր պնդումներին, բայց պիտի ասեմ, որ ժամանակ այդքան շատ մենք չունենք։ Մեզ հենց հիմա քայլեր են պետք, որտեղ կրթությունը ինքը երկարատև գործընթաց է եւ տա Աստված, որ իսկապես մենք հիմա անենք այն բոլոր քայլերը, որոնք կախված են մեզանից եւ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում հաջորդ սերունդների նկատմամբ, որպեսզի մենք այդ սերունդներին աղետի չմատնենք։
Եթե մենք հիմա ունենք շատ կարճաժամկետ մտածողություն, այսօրվա շահն է ինձ համար կարևորը, այսօրվա շահը, ապա ինչ կրթության մասին ենք մենք խոսում։ Հետո եթե մենք դեռ չենք սահմանել, հա, թե ովքեր են, որոնք են մեր իսկապես այդ կարևորագույն արժեքները եւ ինչի վրա ենք մենք այդ կրթությունը կազմակերպում, ինչ տեսակի մարդ ենք մենք ուզում ձևավորել, մենք ինչ կրթության մասին ենք խոսում, որովհետև ես համամիտ եմ, որ շատ դպրոցներ կրթությամբ չեն զբաղվում, բայց ես նույնիսկ կասեի, որ դպրոցը այդ դեպքում, եթե դպրոցը չունի իր արժեքների հասկացողությունը, ապա դա շատ վտանգավոր տեղ է երեխային ուղարկելու, որովհետև դու չգիտես թե ինչ են անում այնտեղ երեխայի հետ, դա պարզապես ինչ որ գիտելիքների փոխանցման վայր չի, այլ մարդն է այնտեղ ձևավորվում։ Ինչևէ, բայց խնդիրը այն է, որ հիմա մենք ունենք շատ սուր հարցեր, հենց այսօր մեր խորհրդանիշները, մեր սրբությունները, մեր այն ամենը, ինչ նվիրական է եւ սակրալ է մեզ համար, փորձ է արվում մեզանից խլել։ Եվ վաղը դա կարող է նույնիսկ դառնալ ուրեմն հանցանք, կարող են այդ սիմվոլների նկատմամբ, եթե հարգանք տածես, դու նույնիսկ կարող ես պատասխանատվության ենթարկվել եւ շատ այլ բաներ։ Հիմա Արամը որոշակի օրինակներ բերեց սրբոց թարգմանչած շարժման մասին, բայց հիմա հարցականի տակ է դրվում ամեն ինչ, որ օրինակ ասենք Մեսոպ Մաշտոցի արած գործը եւ այլն, որը բացառիկ սրբություն է, հա, բոլոր հայերիս համար, բայց հիմա օրինակ հարցականի տակ է դրվում, որ արդյոք նա է ստեղծել այդ հայոց այբուբենը, թե ինչ որ միտեղից գողացել է կամ սեփականաշնորել է դա եւ իր անունով է դարձրել եւ այլ բացառիկ աղավաղումներով պատմական ոչ մի աղբյուրագիտական քննության անգամ ենթակա չեն այդ կարծիքները, պատմությունից անսահման հեռու լրիվ այլ, այսպես ասած, ոլորտներում կամ պատմագիտական ուղղություններում ինչ որ մասնագիտացած մարդիկ կարող են այդպիսի բաներ գրել։ Իհարկե այդ բաները չէին էլ կարդա, ժամանակին էլ են այդպիսի բաներ գրվել, դրանք ինչ որ անկյուններում գցված բաներ էին, բայց հիմա սկսել են ակտիվանալ կամ ասենք թեզեր են տարածում, որ Գրիգոր Լուսավորիչը գոյություն չի ունեցել եւ գրում են դրա մասին։ Հիմա գիտեք Փառք Աստծո, որ Գրիգոր Լուսավորիչը ինքը տիեզերական սուրբ է, միայն հայ ժողովրդի սեփականություն չէ, եւ բազմաթիվ ժողովուրդներ մեծագույն ակնածանք են ունեցել նրա նկատմամբ արդեն իսկ 4-րդ դարում։ Հովան Ոսկեբերյանը եկեղեցու 12 վարդապետներից մեկը 4-ից 5-րդ դարեր ինքը ունի ներփողյան ուղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչին եւ ասում է, որ մարդկային լեզուն հնարավոր չի կարող արտահայտել նրա սրբության մեծությունը։ Մի բացառիկ գործ է, պետք է կարդալ այս գործը։ Այսինքն այդ մենք դարձանք համաշխարհային ազգ այդ մարդու հոգևոր սխրանքի շնորհիվ առաջին քրիստոնյա պետությունը հիմնադրեցինք եւ նրա գոյության փաստը մենք չէին որ արձանագրել ենք, բայց այսպիսի բաներ այսօր արվում են Հայաստանում, հա, եւ սկսած մեր խորհրդանիշներից, Արարատից, որ դա մեր մեծագույն սրբությունն է, դա մեր ինքնության խորհրդանիշն է, եւ դա Սուրբ Գիրքն է ասում, այսինքն մեզ պետք է կադաստրի վկայական կամ ինչ որ բան է, պես Սուրբ Գիրքն է ասում, որ Արարատը դա մերն է, մեզ անվանելով Արարատյան թագավորություն եւ այլն, որը ինչ որ հատուկ առաքելություն Աստծո կամքի ըստ մարգարեությունների հատուկ առաքելություն պիտի իրականացնի, բայց ամենակարևոր բանը նույնիսկ ոչ թե զուտ լեռան սիմվոլն է, այլ այն ինչ որ կատարվեց այդ Արարատյան դաշտում, հա, երբ որ Աստված ուխտ կնքեց ոչ թե զուտ հայ ժողովրդի հետ, այլ ամբողջ մարդկության հետ։ Եվ մենք դարձանք այդ ուխտի պահապաններ, այս հողը հիշողություն ունի, հիմա մենք ուզում ենք այդ հիշողությունը մեզանից խլել,
ուզում ենք այդ առաքելությունը մեզանից խլել, այդ մարդկային հիշողության կամ այդ համընդհանուր եղբայրության գաղափարի պահպանության առաքելությունը մեզանից խլել։ Ուրեմն հիմա բաներ են տեղի ունենում եւ ինձ սարսափեցնում է, որ մենք շատ sense անտարբեր վիճակում ենք, էլ չեմ ասում, որ դիմադրություն լավ առումով դիմադրություն, ոչ թե ծեծ ու ջարդով, բայց իսկապես գիտակցված խորը դիմադրություն, հոգևոր դիմադրություն չեմ տեսնում ես։ Ես հոգևոր ակցիա չեմ տեսնում, գործողություն չեմ տեսնում։ Լինի դա ապաշխարություն, լինի ես նկատի չունեմ անհատական։ Ես նկատի ունեմ հասարակական, մեզ մաքրվելու գործողություն չեմ տեսնում։ Իսկ ամեն ինչ դրանից է սկսում։ Եթե մենք ուզում ենք այս արատներից ազատվել, ապա ըստիս այդ խորքային հոգևոր գործողությունները պետք է մենք կատարենք։ Այլապես ամեն օր մեր վրա են փաթաթվում ամենատարբեր, այսպես ասած, բաներ, հակահերոսների ակտիվացում։ Ես ասացի դրա մասին։ Դե վասակցությունու բանը մենք ընդհանրապես գիտենք, բայց ընդհանրապես այս հակահերոսների ակտիվացումը որպես իսկական հայրենասերներ եւ հերոսներին եմ ասում, որ դե մոլորյալ մարդիկ էին, իրենց ձևով մտածում էին, գնացին նահատակվեին, ընդհանրապես պետք էլ չէր նահատակվեին, կարելի էր ավելի խելոք մոտեցում ցուցաբերել, կգնային կբարիշեինք եւ այդ մենք հիմա նաև տեսնում ենք այդ գործողությունները այսօր մեզանում, թե ինչ գնով ենք մենք բարիշում, Աստված գիտի։ Ես Արամ Աբրամյան հիշատակեց իմ հոդվածը, ես կարծում եմ, եթե հետաքրքիր է շատ հարցերին միգուցե պատասխանի, անկեղծ ասեմ ինչի եմ գրել այդ հոդվածը, վերնագիրն է Հայաստանի քրիստոնեական հանրապետություն, այլընտրանքային մոդել Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման համար, լույս է տեսել մի քանի օր առաջ Առավոտ օրաթերթում, ռուսերեն լեզվով է լույս տեսել եւ Առավոտում եւ այլ ուրեմն ռուսալեզու հայկական մամուլում եւ նաեւ անգլերեն Armenian Mirror Spectator-ում այդ առաջարկը ես արել եմ, գրել եմ, որը հիմնված է մեր երկու հիմնական ռեսուրսների վրա, հայ առաքելական եկեղեցու եւ Սփյուռքի, որովհետեւ կարծում եմ ուրիշ ռեսուրս հայ ժողովուրդը չունի, միջուկային զենք մենք չունենք, այս հարևանությունում մեր անվտանգությունը միայն իմ կարծիքով միջուկային զենքը կարող է ապահովել։ Հետևաբար այս մոդելը, որը այլընտրանքային մոդել է, գրել եմ զուտ նրա համար, որովհետև տեսել եմ, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը քաղաքական օրակարգ չունի Հայաստանի, եթե որևիցե մեկը ինձ ասի Հայաստանի ընդդիմության օրակարգը քաղաքական որն է, ես ներողություն խնդրեմ եւ չշարունակեմ խոսելը։ Եվ կարծում եմ դա տարբերակներից մեկն է, որ կարող են ի վերջո հասկանան եւ այս մոդելով հանդես գան որպես սահմանադրության այլընտրանքային տարբերակ եւ փորձեն այս ճգնաժամից դուրս բերել թե մեր ժողովրդին, թե մեր պետությունը։ Շնորհակալ։ Ես մի կարճ անդրադարձ անեմ Արսենի այս մոդելի առաջադրումը կարծում եմ, որ շատերի մտքով է ընդհանրապես անցել այս գաղափարը, որ ինչու ընդհանրապես քրիստոնեությունը արտացոլված չէ, հա, մեր պետական, ասենք, մոդելի ձևավորման մեջ։ Մենք ինչու ենք այդպես փորձել պատճենահանել մեր պետության մոդելը, երբ ստեղծում ենք, միգուցե ժամանակ չենք ունեցել կամ շատ հանկարծակի է մեզ դա տրվել եւ չենք ուզել խնդիրների մեջ խորանալ, բայց հետագայում էլ մենք դրան չենք անդրադարձել, արդյոք պետության այդ մոդելը իսկապես մերն է, աշխատում է մեզանում, հավաքում է մեզ, կոնսոլիդացնում է մեր ուժերը, թե ոչ։ Եվ սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը կարիք ունի զարգանալու եւ ամրապնդվելու, բայց գոնե ինչ որ մի ալտերնատիվ գաղափար է առաջարկվում մեզ, որը ես կարծում եմ կարեւոր է։ Ի վերջո ինչի շարունակողն ենք մենք,
Պատմության մեջ այդ շարունակականությունը, ինստիտուտների շարունակականությունը շատ կարևոր է, կապ չունի, որ ինչ որ մի պահ այն ընդհատվել է, բայց արդյոք մենք ուզում ենք առաջի քրիստոնյա պետության այդ մոդելի շարունակողները լինենք։ Դա նախ շատ մեծ պատիվ է եւ շատ մեծ առաքելություն է ժամանակակից աշխարհում։ Հավատացեք, դրա արիքը ոչ միայն մենք ունենք, այլ նաեւ աշխարհը ունի։ Ուզում ենք դերակատար լինել աշխարհում, ուզում ենք, որ աշխարհը հարգի մեզ, եկեք գնանք դեպի մեր ակունքները, այդ ակունքները, արմատները շատ կարևոր են, առանց արմատի ծառը չի կարող գոյություն ունենալ, նա արագ չորանալու է։ Շնորհակալություն բոլորիս այս հետաքրքիր իսկապես քննարկման համար եւ շատ հետաքրքիր հարցերի համար։ Բոլորիս բարի երեկո եմ աղթում եւ Աստված պահապան։